Ինչպես ստեղծել և ամրագրել կամ փոփոխել ծառայությունները Urban IGOVM համակարգում։ Եթե արդեն տեղադրել եք համակարգը, ապա ձեր ընթացիկ բաժնից սեղմելով նոր կոճակը, ծառայությունների մուտքագրում բաժնում կունենաք ծառայությունների մուտքագրում և ծառայությունների չեղարկման հնարավորությունները։ Այս տեսաձեռնարկում դիտարկելու ենք ծառայության ամբողջական մուտքագրումը։ Ընտրում եք ծառայության մուտքագրում և ձեր առջև կբացվի 8 էջից բաղկացած մի ձև, որը լրացնելու արդյունքում կայքում կհրապարակվի ծառայությունը։ Արդեն կոնկրետ օրինակի վրա դիտարկենք յուրաքանչյուր դաշտը և դրա լրացման կանոնները։ Ինչպես կարող եք նկատել, յուրաքանչյուր էջում մանրամասն տեղադրված են տվյալ էջի լրացման ցուցումները, ինչպես նաև մկնիկի ցուցիչը պահելով դաշտի վրա, կկարողանաք տեսնել նաև յուրաքանչյուր դաշտի լրացման կանոնները և պահանջները։ Ծառայության անվանում դաշտը կանխորոշում է ձեր ծառայության անվանումը հարթակում։ Զուգահեռաբար նայում ենք նույն ծառայությունը ինչ տեսք ունի և ինչպես է լրացված կայքում։ Տվյալ դեպքում տուրիզմի կոմիտեին վերաբերվող մասերում հյուրանոցային ծառայություններ մատուցած անձանց գործունեության ցանուցման հայտ։ Ծառայությունը գործում է այո կամ ոչ, կանխորոշում է, թե ծառայությունը տվյալ բաժնում կերևա, թե ոչ։ Այս կոճակն օգտագործվում է այն դեպքում, երբ դեռևս ծառայությունը չեք գործարկել, բայց ցանկանում եք լրացնել տվյալները, որպեսզի պատրաստի ունենաք։ Ծառայության պայմանանիշ։ Մեր տարբեր ձեռնարկներից ձեզ արդեն հայտնի է ցանկացած Malbri համակարգում ցանկացած դաշտի կամ գործի պայմանանիշը համակարգում լատինատառ, անգլերեն և տառերով և թվերով լրացնելու կարգը։ Ծառայությունը մատուցող։ Ձեզ արդեն ծանոթ նախկին ձեռնարկներից հասցեագրքից ընտրում եք այն պետական մարմինը, որը մատուցում է տվյալ ծառայությունը։ Այն ցուցադրվելու է ծառայության նկարագրության աջ կողմում։ Ծառայության տեսակ վերաբերվում է այն խմբավորմանը, որի մեջ երևալու է տվյալ ծառայությունը, տվյալ դեպքում մեր մոտ տուրիզմի կոմիտեն է։ Ով կարող է դիմել, ևս գրադարան է, որը կազմում եք ինքդ օգտվելով նախկին ձեռնարկներից և սահմանում, թե ով կարող է դիմել տվյալ ծառայությանը։ Ամփոփ նկարագրության վերնագիր։ Ցանկացած ծառայություն ունի փոքրիկ վահանակ, որտեղ ցուցադրվում է այդ ծառայության շատ հակիրճ և սերտ նկարագրությունը և խոսքը գնում է այդ նկարագրության վերնագրի մասին, որը ազատ եք դնել ցանկացած բառակապակցություն կամ բառ, որը նպատակահարմար կհամարեք, որ առավելագույնս լավ է նկարագրում ձեր ծառայությունը։ Նմանապես ամփոփ նկարագրություն դաշտը, ինչ կլրացնեք այդ դաշտում, երևալու է ծառայության մասին բաժնում։ Ծառայության ամբողջական տեղեկությունները և մանրամասները հավաքագրվում են հավելյալ տեղեկատվություն բաժնում, որի մասին կխոսենք հաջորդ էջում։ Նմանապես հավելյալ տեղեկատվություն բառակապակցությունը որոշում եք ինքներդ և կարող եք լրացնել ցանկացած բառ կամ բառակապակցություն, որը առավել նպատակահարմար կհամարեք։ Լրացման տևողություն, մատուցման ժամկետ, կյանքի իրավիճակներ, որոնք Հայաստանում երբեք չեն կիրառվելու, ծառայության արժեք, պատկերանշան և տեսաձեռնարկի հասցե դաշտերը ևս լրացնելու արդյունքում կտեսնեք լրացման տևողություն, ծառայության մատուցման ժամկետ, արժեք, տեսաձեռնարկը և այլ մանրամասներ։ Տեսաձեռնարկի մասով խնդրում ենք ուշադրություն դարձնել ցուցադրվող հուշմանը, թե ինչ ձևաչափով է անհրաժեշտ YouTube-յան տեսաձեռնարկները ներառել կայքում։
սեղմեք հաջորդ էջ և, ինչպես նախկինում նկարագրել էինք, հավելյալ տեղեկատվություն բաժնում լրացվող տեղեկությունները մուտքագրվում են այս բաժնում։ Այս բաժինը բազմակի արժեքներ ունեցող բաժին է և միշտ կարելի է ավելացնել նոր բաժիններ։ Խնդրեմ օրինակի վրա լրացնում ենք վերնագիր, բովանդակություն և նշումներ դաշտերը և դրանք ցուցադրվում են վերնագիր, բովանդակություն և նշումներ։ Այս համադրությունը բազմակի անգամ կարող եք մուտքագրել կախված այն տեղեկատվության ծավալից, որը ցանկանում եք մուտքագրել համակարգում։ Հատուկ նշումներ։ Եթե ցանկանում եք ունենալ որևէ հատուկ նշում, ապա լրացնում եք այս քայլում։ Եթե ձեր ծառայության մատուցման ընթացքում ներառված են որոշակի ձևանմուշներ, որոնք դուք ցանկանում եք ցուցադրել քաղաքացիներին կամ հնարավորություն տալ այն ներբեռնել, ապա դա ավելացնում եք 4-րդ քայլում։ Ընտրում եք նոր տող, նշանակում եք ձևանմուշի անվանումը և գցում եք տվյալ ձևանմուշի ֆայլը։ Եվ վերջապես լրացուցիչ տեղեկատվության բաժին։ Եթե ծառայությունը համապարփակ և համակողմանի նկարագրելու ընթացքում ձեզ անհրաժեշտ է նաև որևէ լրացուցիչ բովանդակություն, ապա դա կարող եք մուտքագրել այս էջում։ Բացի տեսաձեռնարկներից համակարգը նախատեսում է նաև ձայնային ձեռնարկների առկայություն, որը նույնպես երևալու է այս բաժնում։ Այս էջում մուտքագրում ենք ծառայության հաճախ տրվող հարցերը, որոնք երևում են այս մասում։ Սեղմելով հաճախ տրվող հարցերի վրա աջ կողմից կբացվի բացվող պատուհան, որտեղ ամփոփված կլինեն այն բոլոր հարցերն ու պատասխանները, որոնք մուտքագրել եք։ Այս բաժինը ևս կրկնակի արժեքներով է և կարող եք մուտքագրել ցանկացած արժեք, որը ցանկանում եք։ Այս դաշտերը տեխնիկական օգտագործման համար են, խնդրում ենք չլրացնել և ձեռք չտալ։ Լրացնելուց հետո սեղմում եք հանձնել և վերադառնալ գործին և լրացուցիչ գործողություններից սեղմում եք ամրագրել կայքում կոճակը։ Եվ ձեր ծառայությունը կհրապարակվի կայքում այն տվյալներով, որը դուք մուտքագրել եք։ Եթե որևէ պատճառով ցանկանում եք փոխել, ապա կարող եք միշտ օգտվել խմբագրելու ռեժիմից և խմբագրել և փոխել ցանկացած տվյալ, որը նախկինում մուտքագրել եք այս ծառայության համար։ Ծառայությունը մուտքագրելուց անմիջապես հետո անհրաժեշտ է կցել տվյալ ծառայությունը մատուցման ձևանմուշը, որը կգեներացվի համակարգի կողմից։ Դուք ունեք ավելացնել ենթածառայություն կոճակ, որը սեղմելու արդյունքում կբացվի հետևյալ ձևը, էլի դիտարկում ենք արդեն իսկ լրացված օրինակի վրա, ինչպես տեսնում եք այս ձևը ևս ունի մանրամասն ցուցումներ դաշտի մակարդակում նույնիսկ ինչ է պետք լրացնել և ինչի համար։ Հիմա ծառայությունը մատուցող դաշտը արդեն տեսել ենք, ենթատեսակի պայմանանիշը քննարկել ենք, նույնականացման եղանակներ։ Մեր համակարգը ինտեգրված է ESM ազգային նույնականացման հարթակին և այս դաշտում դուք սահմանում եք, թե արդյոք ձեր ծառայությունը մատուցվում է խիստ նույնականացմամբ, թե ոչ խիստ նույնականացմամբ։ Ցանկացած նույնականացման եղանակ, որն առկա է ESM-ում, առկա կլինի նաև ձեր համակարգում։ Կոճակի գույնը։ Դիմումի ցուցադրման ձևանմուշը և կցել առցանց դիմումի ձևը դաշտերում լրացնում եք կամ ընտրում եք այն ձևանմուշները, որով ցանկանում եք, որ քաղաքացին լրացնի ձեր դիմումը։
տվյալ դեպքում Malbry-ում նախապես սարքված է, ինչպես ցանկացած փաստաթղթի ձև, հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց գործունեության ծանուցման հայտի դիմումի ձև, որը կցված է այստեղ, եւ դիմումը սարքելուց հետո հրապարակելուց համակարգը ավտոմատ կգեներացնի այդ դիմումը անհրաժեշտ բոլոր դաշտերով եւ ավելացման պայմաններով։ Ենթատեսակի կարգաբերումներ դաշտում լրացնում եք ճիշտ նույնությամբ ինչպես ցուցադրված է օրինակում հասցեն այն սերվերի, որտեղ պիտի հանձնվեն հայտերը եւ այն գործառույթի անվանումը, որով նրանք պիտի շարժվեն Malbry համակարգում։ Ծանուցումներ դաշտում լրացվում են այն նախնական ծանուցումները, որոնք անհրաժեշտ է քաղաքացուն ցուցադրել մինչև ծառայությունը տրամադրելը։ Լրացուցիչ տեղեկատվություն եւ տեսաձեռնարկի հասցեն YouTube կայքում, ինչպես կարող եք նկատել, համակարգը ենթածառայության համար ունի առանձին հաճախ տրվող հարցեր եւ տեսաձեռնարկ ստեղծելու հնարավորություն։ Դա պայմանավորված է հետեւյալ պահանջով, որ երբ որ նկարագրում եք ծառայությունը, ապա խորհուրդ է տրվում այս մասում ներառել տեսաձեռնարկ, որը վերաբերվում է ծառայության իրավական մասին, տրամադրման ժամկետների, պայմանների, անհրաժեշտ փաստաթղթերի եւ անհրաժեշտ տեղեկատվության վերաբերյալ։ Այն պահին, երբ որ քաղաքացին սեղմեց դիմել առցանց կոճակը, ցանկալի կլինի այս մասում տեղադրել այն բոլոր հաճախ տրվող հարցերը, որոնք բացառապես վերաբերվում են լրացվող դաշտերին, ընտրվող արժեքներին եւ դիմումի ձևը լրացնելու պայմաններին։ Հաճախ տրվող հարցերի բաժինը նմանապես կարող եք ավելացնել, պակասեցնել։ Պետական տուրք, եթե ծառայությունը նախատեսում է պետական տուրք, ապա այս բաժնում լրացնում եք պետական տուրքի տվյալները եւ համակարգը ինքնաշխատ ինտեգրված է e-payment համակարգին, կարողանաք գանձել անհրաժեշտ պետական տուրքերը։ Լրացուցիչ վճարումներ, եթե ձեր ծառայությունը մատուցելուց բացի պետական տուրքից գանձվում են լրացուցիչ այլ վճարներ, ապա այս էջում կարող եք ավելացնել դրանք եւ լրացված օրինակի վրա նայել տեսնել։ Լրացվում է անվանումը, գանձապետական հաշվեհամարը, պայմանանիշ, որը պետք է ստանալ ֆինանսների նախարարությունից, այն դաշտի արժեքը, որտեղից վերցվում է լրացուցիչ տվյալները, լրացուցիչ վճարի չափը, նպատակը։ Նմանապես համակարգն ունի առաքման ծառայություն, եթե ձեր ծառայության արդյունքը փոստային ծառայությունով պիտի առաքվի քաղաքացուն, ապա այս մասում լրացնում եք յուրաքանչյուր երկրի համար առաքման չափը եւ համակարգն ինքնաշխատ կգանձի դիմումը ընդունելիս։ Այս էջը վերաբերվում է հերթագրումների համակարգին, որոնք չի կազմում էլեկտրոնային կառավարման հարթակի մաս, չենք անդրադառնում, հավաստումներ։ Այս էջում լրացվում են այն բոլոր հավաստումները, որը դիմումատուն պիտի տա ու հաստատի միջև դիմումը հանձնելը։ Հիմնականում դա վերաբերելի է տվյալների ներկայացման ճշգրտությանը եւ այլ մանրամասներին։ Հայտը հանձնելուց հետո քաղաքացուն ցուցադրվում է որոշակի էջ եւ այդ էջում դուք կարող եք լրացնել դիմումի հաստատման տեքստը, օրինակ։
Առնչվող ծառայություններ բաժնում արդեն համակարգում նախապես առկա ծառայությունների ցանկից կարող եք ընտրել այն ծառայությունները, որոնք վերաբերելի են տվյալ ծառայությունից օգտվող անձին։ Պայմանականորեն, եթե դուք գրանցում եք անհատ ձեռնարկատեր, ապա կարող եք ընտրել անհատ ձեռնարկատիրոջ տվյալների փոփոխությունը հաշվառումից դուրս գալը, այսինքն ծառայություններ, որոնք անհատ ձեռնարկատեր գրանցվող մարդը հաստատ հետագայում կարիք է ունենալու։ Եվս մի քանի ծառայողական դաշտ, որոնց ոչինչ պետք չի անել, սեղմում եք հանձնել եւ վերադառնալ գործին, եւ հիմնական ծառայությունից սեղմում եք ամրագրել կայքում կոճակը եւ կստանաք ձեր ամբողջական ծառայությունը, ինչպես նախատեսել էիք իր ձևերով, ձևանմուշներով եւ անհրաժեշտ բոլոր դաշտերով, որոնք որ նախատեսել էիք, որ տվյալ դիմումի համար քաղաքացին պիտի լրացվի։ Ձեր հարմարության համար ցուցադրում ենք նաև այն դիմումի ձևը, որը համակարգով հնարավոր է պատրաստել եւ կցված է համակարգին։ Այս քայլերում ցուցադրվող յուրաքանչյուր տվյալ ստեղծում եք ինքներդ համակարգի պարզ եւ հասկանալի գործիքների միջոցով։ Շնորհակալություն։